Երբ կյանքի կոչենք խաղաղության օրակարգը, բարեկեցությունը կգա։ Միացյալ Նահանգներում մեր դեսպանը խաղաղության գործնականացման մասին։ Անհապաղ եւ անվերապահորեն ազատել հայ ռազմագերիներին կոչ Բաքվին Միացյալ Նահանգներից։ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Բրեդ Շերմանի փոփոխությունը։ Զինվորին ինքնասպանության հասցնելու համար 2 կալանավորված կա, ծառայակիցներն են մեղադրվում։ Ինչու են կապարակնքել Orange Mall-ի տաղավարները։ Աշխատակիցները բողոքի են դուրս եկել, երրորդ օրն է պարապուրդի են մատնված, բիզնեսը տուժում է։ Բնակարան գնելը պարզ, գործարքը հեռավար, տուն առնելու համար էլ նոտարական գրասենյակ գնալու կարիք չի լինի, ձևակերպումները էլեկտրոնային կդարձնեն։ Դաշտերը լիքը լոլի, գրպաններում դատարկություն, գյուղացիները ձեռն ունայն կանգնած բերքն իրացնելու խնդրի առաջ, ինչու մթերողներին լոլիկա էլ չի գրավում։ Մարզպետների փոխարեն տեղական կառավարիչներ փոքր աշխատակազմով եւ սեղմ բյուջեով կառավարությունը կլուծարի արդյոք մարզպետարանները։ 4000 ուսանող չունեցար, լիցենզիա չստանա, նոր կարգավորումներ բուհերի համար, ինչ ռիսկերի առջև կհայտնվեն մարզային բուհերը։ Սահմռկեցուցիչ սպանություն Արագածոտնում, եղբայրները գրտնակով սպանել են մորը, մարմինը թաքցրել հողաշերտի տակ։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Գրեթե 2 շաբաթից կլրանա հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի Վաշինգտոնյան նախաստորագրման 1 տարին։ Փաստաթղթի տակ վերջնական կնիքը սակայն դեռ չկա, չնայած Երևանն ու Բաքուն առիթ չեն կորցնում հայտարարելու, որ խաղաղությունը արդեն իսկ հաստատված է։ Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանը օրերս հայտարարել է, որ երբ սկսենք իրականացնել խաղաղության օրակարգը, կգա բարգավաճումը։ Ըստ դեսպանի Հայաստանը բացել է դուռը ամերիկյան պաշտպանական տեխնոլոգիաների առջև։ Փորձագետների պնդմամբ սակայն ամերիկյան զենք նաև Ադրբեջանն է ստանում, ընդ որում ռազմաստրատեգիական զենք։ Արդյոք այս մոտեցումը նպաստում է ուժերի հավասարակշռությանը տարածաշրջանում։ Ժամի անդրադարձը։ Մինչև հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը Հայաստան-Ադրբեջան փաստացի խաղաղության պայմաններում, ինչպես ձևակերպում են Երևանի եւ Բաքվի իշխանությունները, այս օրակարգը դեռ պետք է կյանքի կոչվի, որ բարեկեցությունը գա։ Ամերիկյան Access-ի հետ զրույցում Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանն է ձևակերպել։ Խաղաղության բացակայության պատճառով բազմաթիվ հնարավորություններ արգելափակված էին։ Հենց որ սկսենք իրականացնել խաղաղության օրակարգը, կգա բարգավաճումը։ Մենք ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունը, մենք ձգտում ենք Հայաստանի ավելի մեծ անկախության, ավելի մեծ ինքնիշխանությունը նշանակում է ավելի փոքր կախվածություն մեկ խաղացողից։ Դեսպան Մկրտչյանն այստեղ շարունակում է անդրադառնալով Հայաստանի սպառազինությանը։ Տասնամյակներ շարունակ զինվում էինք խորհրդային զենքով, հիմա սկսել ենք ռազմական հարաբերություններ ձևավորել Վաշինգտոնի, Փարիզի, նաև Նյու Դելհիի հետ։ Այժմ դուռը բաց է։ Տասնամյակներ անց մենք հնարավորություն ունենք ԱՄՆ-ից պաշտպանական տեխնոլոգիաներ գնելու։ Սա մեր դիվերսիֆիկացիայի քաղաքականության մի մասն է։ Ներկայում մենք տարբեր տեխնոլոգիաներ ենք ստանում ավելի քան 7 երկրից, այդ թվում ԱՄՆ-ից։ Այժմ դուռը բաց է, ավելի քան 7 երկրից տարբեր զինատեսակներ ենք ձեռք բերում, բայց նախորդ տարվա օգոստոսից Հայաստանի հետ խաղաղության փաստաթղթի նախաստորագրմամբ ռազմական տեխնիկա մինչև այդ էլ տարբեր երկրներից ձեռք բերող Ադրբեջանի առաջ նույնպես բացվեց ամերիկյան զինապահեստը, նկատում են հայաստանյան փորձագիտական վերլուծական համայնքում։ Միաժամանակ տեսնում ենք, որ եթե Հայաստանի մասով գիտատեխնիկական նորամուծություններ են, ինովացիոն տեխնոլոգիաներ են ներդրվում, ապա Ադրբեջանի մասով հիմնականում ռազմաստրատեգիական կարևորության զենքերի վաճառք է դրվում։ Եթե 907 բանաձև անգամ դե յուրե չի դուրս գալիս, օրինագիծը չի հաստատվում, բայց այդուհանդերձ զենքի սպասարկումը տրամադրվում է Ադրբեջանին, այստեղ շատ լուրջ մտածելու տեղիք կա։ Ըստ մասնագետի այստեղ մինչև իսկ ինստիտուցիոնալ խաղաղության հաստատման հարցը կարելի է կասկածի տակ առնել։ Ինչպես կարող է երկու երկրներ, որոնք նոր են պատերազմական իրավիճակից դուրս եկել ու փորձում են խաղաղություն հաստատել, բայց այդուհանդերձ մի կողմը զինվում է, ավելի ճիշտ մի կողմին զինում է այն կողմը, որը որ իր վրա է վերցրել միջնորդի խաղաղարարի կարգավիճակը։ Խաղաղության շուրջ հայտարարությունների եւ անվտանգային քաղաքականության միջև հավասարակշռությունն այս փուլում շարունակում է մնալ տարածաշրջանի գլխավոր մարտահրավերներից մեկը։ Բարիդրացիության օրակարգն ու ռազմաքաղաքական հաշվարկները զուգահեռ են, շարունակելով ձևավորել միևնույն քաղաքական իրականությունն ու իրենց հետ բերելով նաեւ նոր հարցադրումներ։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։
Կոչ Բաքվին անհապաղ եւ առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին, կոչը Միացյալ Նահանգներից է հնչել։ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն է հարցը քվեարկության դրել եւ ընդունել ձայների 44 կողմ եւ 7 դեմ հարաբերակցությամբ։ Փոփոխությունը ներկայացրել էր հայամետ կոնգրեսական Բրետ Շերմանը։ Նախաձեռնությանն աջակցել են նաեւ հանձնաժողովի նախագահ Բրայան Մաստը։ Եվրասիական տնտեսական միության հետ ապահարձանի շեմին հասած Հայաստանը ըստ նույն կառույցի պաշտոնական տվյալների այս տարվա առաջին կիսամյակում հունվար-հունիս ամիսներին ունեցել է բեռնափոխադրումների 12.6% աճ։ ԻԱՏՄ-ից հայտնել են նաև, որ մեր երկրում ավելացել են ուղևորափոխադրումները կազմելով 6.1%։ Ընդհանուր առմամբ ԻԱՏՄ ուղևորաշրջանառությունը ևս ակտիվացել է ամբողջական համապատկերում աճը 0.8% է։ Իհարկե ձեռնատու է, այս պահին արդեն ԵԱՏՄ ձեռնատու չէր, հասկացանք, որոշել եք դուրս գաք, էլի հասկացանք, քաղաքական գիծ եք իրականացնում, ամեն ինչը պես կարելի նախապատրաստել, ոչ ոք ոչ նախապատրաստած է, պարզապես ստատիրանստեց ասում են բեռնատարը որ գնում է, ուր ագնում միջակում պարզապես հաշվում չկա, վնասները տելում եք ամեն օր մի ճյուղ բացումը պայթում է, էլի վնասների քանակից։ 20-ամյա ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան գործով նրա երկու համածառայակիցների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով։ Նրանք կալանավորվել են։ Քննչական կոմիտեի համաձայն մեղադրյալներից մեկը կրտսեր սերժանտ է, մյուսը շարքային զինծառայող։ Այժմ այն մասին, թե ինչ եք դիտելու թողարկման երկրորդ հատվածում։ Ինչու են կապարակ ընկել Orange Mall-ի տաղավարները, աշխատակիցները բողոքի են դուրս եկել, երրորդ օրն է պարապուրդի են մատնված, բիզնեսը տուժում է։ Բնակարան գնելը պարզ, գործարքը հեռավար, տուն առնելու համար էլ-նոտարական գրասենյակ գնալու կարիք չի լինի, ձևակերպումները էլեկտրոնային կդարձնեն։ Դաշտերը լիքը լոլի, գրպաններում դատարկություն, գյուղացիները ձեռնունայն կանգնած բերքն իրացնելու խնդրի առաջ, ինչու մթերողներին լոլիկը էլ չի գրավում։ Մարզպետների փոխարեն տեղական կառավարիչներ փոքր աշխատակազմով եւ սեղմ բյուջեյով, կառավարությունը կլուծարի արդյոք մարզպետարանները։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Առավոտյան լարված իրավիճակ է ստեղծվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Orange Mall-ում, աշխատակիցները դժգոհ են իրավապահների գործողությունից, որոնք երկուշաբթի օրվանից կապարակ ընկել են տոնավաճառի տաղավարների մի մասը։ Նրանք պնդում են, որևէ պարզաբանում չեն ստացել, ոչ էլ ծանուցվել են կապարակ ընկման մասին, ասում են, տուժում են բիզնեսները, որոնք փաստորեն արդեն երրորդ օրն է չեն աշխատում։ Քննչականից արդեն երեկոյան հայտնել են, որ առևտրի տաղավարների մի մասը անմիջականորեն գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ, ինչը վտանգավոր է քաղաքացիների կյանքի եւ առողջության համար, ուստի անվտանգության նկատառումներից ելնելով վարույթը իրականացնող մարմնի կողմից տաղավարները կնիկվել են։ Մենք բոլորս Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք ու որ դուք պետք է մեր իրավունքը պաշտպանեք։ Մեր իրավունքը, այսինքն հիմա որ մենք մնում ենք անգործ, ինչ եք անելու, դուք եք մեզ պահելու։ Բոլորն էլ ընտանիք են տաղող, բոլորն էլ հիվանդում են տաղ, չգիտեմ, զինվորն են, մարդիկ կա զինվորն են։ 5 տարի սարքել են իրա օրով, այդ 5 տարի լարման տակ չէինք, ով որոշեց հասավ 2026 թիվը դարձավ լարման տակ։ Չէ, բա եթե լարումը կներեք, էլի այնտեղ լարումը չի ազդում, ես էլ գնում եմ իրանց աշխատանքը խոչընդոտեմ, ինչ իրավունքով են իմ աշխատանքը խոչընդոտում։ Ուժեղ Հայաստան դաշինքից պատգամավոր ընտրված Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը եւ 1 միլիարդ դրամ գրավը։ Գլխավոր դատախազությունից են հայտնել։ ԿԸՀ-ի համաձայնությունը ստանալուց հետո դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել նրա նկատմամբ։ Facebook-յան տեսաուղերձում Կարապետյանը ասել է, որ Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելն ու երկրի համար այլ ապագա պատկերացնելը արդեն հանցագործության է հավասարեցվում։ Մենք պատրաստ ենք այդ բարձությունների, միշտ պատրաստ ենք եղել եւ հիմա էլ ենք պատրաստ եւ մի անգամ ասել եմ, մեկ անգամ էլ կասեմ, ավելի մեծ պատիվ է մեր պայքարի համար գտնվել ճաղերի այն կողմում, քան այս կողմում։
Նորակառույց բնակարանների ձեռքբերման գործընթացը Հայաստանում նախատեսվում է դարձնել հեռավար։ Կառավարության քննարկմանը ներկայացված նախագծով հիփոթեկային վարկով առաջնային շուկայից բնակարան գնողները կկարողանան գործարքը ձևակերպել էլեկտրոնային եղանակով առանց նոտարական գրասենյակ այցելելու կամ լիազորագիր ձևակերպելու։ Կադաստրի կոմիտեի գնահատմամբ սա կպարզեցնի հատկապես արտերկրում գտնվող քաղաքացիների և օտարերկրյա գնորդների համար անշարժ գույքի ձեռքբերման գործընթացը։ Էլեկտրոնային համակարգում կադաստրի կոմիտեի կինտեգրվի այս ձևանմուշը եւ թույլ կտա, որպիսի հիփոթեկային վարկի առկայության պարագայում հեռահար գնորդը, վաճառողը եւ բանկը էլեկտրոնային համակարգի մեջ կնքեն վավերացնեն այն պայմանագիրը, որը հիմք կդառնա իրավունքի պետական գրանցման համար եւ սեփականատիրոջից, այսինքն կառուցապատողից սեփականության իրավունքը կփոխանցի հիփոթեկային վարկավորմամբ ձեռք բերողին, ով որ կարող է այս պայմանագիրը վավերացնել թե Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս։ Մարզպետների փոխարեն կառավարության ներկայացուցիչներ փոքր աշխատակազմով եւ նեղ լիազորություններով։ Վերջին շրջանում մամուլում տեղեկություններ են տարածվում, որ պետությունը բռնել է կառավարման համակարգի օպտիմալացման ճանապարհը, որոշ գործառույթներ արդեն նախարարություններին են փոխանցվել։ Արդյոք սա նշանակում է, որ կլուծարվեն մարզպետարանները։ Հարցերի պատասխանների հետևից գնացել է Արմեն Աթալյանը։ Վերջին տարիներին պետության կողմից իրականացվող քաղաքականությունը միտված է խոշորացմանը։ Միավորվում են կառույցները, համայնքները, տեսչական մարմինները եւ այլն։ Հիմնավորումներից մեկը որպես կանոն ֆինանսական ռեսուրսների արդյունավետ օգտագործումն է։ Նպատակներից մյուսը կառավարման որակի բարձրացումն է։ Եվ ահա վերջերս լրատվամիջոցներում տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ կառավարությունում քննարկվում է մինչև 2028 թվականը մարզպետարանների ինստիտուտը փուլային կարգով վերափոխելու հնարավորությունը։ Ըստ հրապարակումների գործող մարզպետարանների փոխարեն յուրաքանչյուր մարզում կարող է գործել կառավարության մեկ ներկայացուցիչ, փոքր աշխատակազմով եւ սահմանափակ լիազորություններով։ Խորհրդային Հայաստանը միջև մարզերի միջև անկախությունը ընդհանրապես շրջաններ էր, Մեղրի շրջան, Ղապանի շրջան, Երևան քաղաքի առանձին շրջաններ էր, ընդհանուր մոտավորապես 37-ը չեմ սխալվում, 37 շրջան գոյություններ, շրջանային խորհուրդներ, շրջանի գործկոմներ եւ այլն քաղաքական խորհուրդներ։ Դա կառավարման ամենաօպտիմալ սկզբունքներ Հայաստանի նման փոքր երկրի համար, բայց 90-ականներին, երբ որ եկավ իշխանությունը, ՀՀՇ-ն նորից էլի մտցրեց 96 թվականին, եթե չեմ սխալվում, ելեց մարզերի սկզբունքը, Հայաստանը բաժանվեց մարզերը, որ ավելի հեշտ լինի իբր թե կառավարումը։ Հրապարակումների համաձայն քննարկվող փոփոխությունների նպատակը պետական կառավարման համակարգի օպտիմալացումն է։ Վերջին տարիներին մարզպետարաններից մի շարք գործառույթներ փոխանցվել են մյուս պետական մարմիններին, հիմնականում նախարարություններին։ Օրինակ, բժշկական կենտրոնների ղեկավարների նշանակման գործառույթը փոխանցվել է առողջապահության նախարարությանը, իսկ հանրակրթական դպրոցների կառավարման լիազորությունները ԿԳՄՍ-ին։ Մի կողմից դա հեշտացնում է կառավարիչների աշխատանքը, чиновникների աշխատանքը, մինչև պետության բարձրաստիճան օղակներ։ Մյուս կողմից որոշումները, որոնք կայացվում են բրգի վերևում, կարող են կտրվել իրականությունից եւ հաշվի չառնել այն առանձնահատկությունները, որ տեղերում կան։ Լրատվամիջոցներով տարածված տեղեկատվության համաձայն քննարկվող մոդելով կառավարության ներկայացուցիչը մարզում հիմնականում կիրականացնի ներկայացուցչական եւ վերահսկողական գործառույթներ, մինչդեռ ոլորտային քաղաքականության իրականացումը կկենտրոնացվի նախարարություններում եւ տեղական ինքնակառավարման մարմիններում։ Դու պատկերացում չունես, ինչպիսի տեսլական ապագայի կոնցեպցիա է դնում Հայաստանի տեղական ինքնակառավար մարմինների զարգացման, այդ կոնցեպցիան որն է ընդհանուր վերցված, դա կոչվում է տնտեսական աշխարհագրություն, դա առանձին մասնագիտություն է, երբ որ վերցնում եւ ինչպես ղեկավարել է տարածքը։ Եթե դու դա չես պատկերացնում, ապա դու մարզպետարանը լուծարեցի, դրեցիր կոմիսար, ընդհանրապես քո ձեռքով կառավարման սկզբունքները աշխատել, ուրիշ ոչ չի։ Մարզպետարաններից նախարարություններին որոշ գործառույթների փոխանցման process-ը նախկինում արդեն փորձագետների շրջանում մտահոգությունների տեղիք էր տվել։ Կա կարծիք, որ օրինակ կրթության ոլորտին վերաբերող գործառույթները մարզպետարաններից վերցնելուց հետո այդ դաշտում ունենալու են խնդիրներ։ Երևանում նստող պաշտոնյան նույնիսկ մեծ ցանկության դեպքում չի ունենալու տեղերում գոյություն ունեցող իրավիճակի մասով հստակ պատկեր եւ չի կարողանալու օպերատիվ արձագանքել այս կամ այն խնդրին։ Մենք շատ դեպքերում տեղերում համայնքներին կարող ենք տալ շատ մեծ պատասխանատվության բեռ եւ ի վերջո ամբողջ խնդիրների լուծման պատասխանատվությունը ընկած է հենց այդ հանրային ծառայողների վրա, բայց որոշումների կայացումը տեղի ունենում կենտրոնացված մակարդակով։
Աշխարհում գոյություն ունեն 1 տասնյակից ավելի պետություններ, որոնք չունեն մարզեր, նահանգներ կամ շրջաններ եւ առանձին կառավարման համակարգեր, սակայն դրանք համարվում են գաճաճ պետություններ։ Վատիկանը, Մոնակոն, Սինգապուրը, Անդորրան, Լիխտենշտեյնը, Գրենադան։ Այս պետություններում կամ չկան վարչական բաժանումներ, կամ տեղերում նշանակված են կառավարության ներկայացուցիչներ։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։ Դաշտերը լոլիկով լի, գրպաններում դատարկություն, գյուղացիները բերքը իրացնելու լուրջ խնդրի առջև են կանգնել։ Արտահանողները իրենց կողմերում էլ չեն երևում ռուսական սահմանափակումների պատճառով։ Մթերողներին էլ այս տարի լոլիկը չի գրավում, քանի որ տեղական մածուկին իրանական ավելի էժանն է մրցակից դարձել։ Ասում են, քաղաքում բերքի վաճառքից շահույթը միայն վերավաճառողներինն է։ Ինչպես են վարկերի տակից դուրս գալու, չեն պատկերացնում։ Սաղել վարկով, պարկով, ուրա, եկել եք շուկա, ապրանքից բացի առնողտենում ես։ Լոլիկի դաշտերում այս տարի բերք կա, բայց գյուղացիների դեմքերին մեկ է, ժպիտ չկա։ Մեյմանդարի շուկայում վաճառողներն ասում են, ամբողջ օրը սպասում են գնորդի, բայց տուն են վերադառնում գրեթե ձեռնունայն, դատարկ գրպաններով։ Իսկ նրանք, ովքեր ամիսներ շարունակ վարկով մշակել են հողը, այսօր կանգնել են ամենածանր հարցի առաջ՝ ում վաճառել բերքը եւ ինչպես փակել պարտքերը։ Առավոտից շուկաներում նույն պատկերն է, արկղերը լի են միրգ բանջարեղեններով, բայց գնորդների հոսքը զգալիորեն նվազել է։ Որ հեկտարներով մշակում Բայրան չկա, հնարավորություն վարկեր չունենա, որտեղ գնա 40 հոգով բաղուներ են պահում։ Ուրիշ տեղ չի ճաքի, մենակ էս բազարի մեջից մարդ վեկալես, ուրիշ բազարի մեջը ճաքի էլի, ու քանուտի մեջը ճաքի, սուպերմարկետի մեջը։ Լճացում է, շատ ուժեղ լճացում է, ոչ մի տեսակի շարժ չկա, ժողովրդի դերան գումար չկա։ Կամ որ էժանա պահանջարկ չունեն։ Ոմանք դժգոհում են ու նշում, որ ամբողջ տարվա չարչարանքից գրեթե ոչինչ չեն հավաքել։ Գյուղացիներին մեծապես վնասում է նաև կայքերում էժան գներով առաջարկվող իրանական տոմատի մածուկը, որն այսպես ասած խփում է իրենց գործին։ Այն ժամանակ էլի գոնե զավոդներ էր ընդունում, ճարահատված տանում տալիս են մարդիկ զավոդին, այսօր էլ չեն ընդունում։ Հələ որ եթե ստենաս մարդկա պամիդորը թափիր ջերմոցի մեջը նեխիրել։ Բայց նույնիսկ այնտեղ, որտեղ բերք կա, խնդիրները ավարտված չեն։ Գյուղացին վստահեցնում է, ինքը բերքը էժան է տալիս, մինչդեռ սպառողը նույն ապրանքը գնում է մի քանի անգամ ավելի թանկ։ Շահույթը ասում են, ճանապարհին է մնում ու հայտնվում միջնորդների գրպանում։ Պահանջարկը շատ քիչ է, եթե էժանել է, դուրս չի գնում հիմնականը։ Որ դուրս տանեն, պակասի շուկան, տեղի շուկան։ Իսկ հիմա որ մեր մոտ արդեն շատ էժան է, էլ դրսից չեն բերել։ Ճանապարհները փագա, արտանում չի լինում, դրանով գյուղացին դժվար է։ Հետո երկրորդ ցերտին արժեքը ընկնում է։ Պարարտանյութ, թունաքիմիկատ, վառելիք, ոռոգում, աշխատուժ։ Գյուղացին ասում է, ամեն ինչ թանկացել է բացի իր աշխատանքի արժեքից։ Աշխատող գտնելն էլ առանձին խնդիր է դարձել։ Իսկ եթե անգամ հաջողվում է գտնել, օրավարձերն այնքան բարձր են, որ շատերը պարզապես չեն կարողանում վճարել։ Այս ամենին գումարվում են վարկերը, շատերն ասում են, հողը մշակել են բանկից վերցրած գումարով, հույս ունենալով, որ լոլիկը կվաճառեն ու կփակեն վարկերը։ Բայց այսօր արդեն այդ հաշվարկները իջիկ են դարձել։ Այս օրերին լոլիկ արտադրողները ի նշան բողոքի փակեցին Երևան երասխավտո ճանապարհը։ Նրանք ասում են, պահածոներ արտադրող ընկերությունները հրաժարվում են լոլիկ մթերել, պատճառաբանելով, որ պահանջարկը նվազել է։ Անց տարի ասեցին մյուս տարի լավ ալնելու, այս տարի ավելի վատ եղավ։ Որ ֆուրերն եկան, ըստե բերան, որ նորից չծախվավ, տարան մարդիկ թափան զիբիլանոսները։ Միլիոն ունեն վարկ։ Այս տարի դաթարով ատված վարկը, բայց ինչ արած։ Լետնան գաստեն գոնի ամսական, այդ 5 ամիսը վճարներ անենք։ Ֆերմերների խոսքով տոննաներով բերքը կարող է պարզապես փչանալ դաշտերում, մինչդեռ իրենք մնում են վարկերի ու պարտքերի տակ։ Անցած տարի կառավարությունը խոշոր մթերողներին աջակցելու որոշում կայացրեց, խոստանալով փոխհատուցել մթերված յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց վճարած գումարի միջև 25%-ը։ Բացատրությունն այն էր, որ ընկերությունների համար մեծ ծավալով մթերումը տնտեսապես շահավետ չէ։ Այն ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր. Ոչ մի լոլիկ արտադրող գործարանի դռների առաջ պետքա չմնա։ Այսօր սակայն նույն հարցը կրկին օրակարգում է։ Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական սահմանափակումներին ու արտահանման հետ կապված դժվարությունները ըստ գյուղացիների էլ ավելի են խորացրել, առանց այդ էլ ծանր վիճակը։ Նրանք ասում են, բերք ունեն, բայց շուկա չկա։ Գյուղացին այս ամառ հարկադրված է պայքարել ոչ միայն եղանակային վայրիվերումների, այլև շուկայի դեմ։ Քնարիկ Պետրոսյան, Անդրանիկ Ներկարարյան,
Ժամը լրատվական։ Կրկին դադար մեր եթերում կվերադառնանք րոպեներ անց։ 4000 ուսանող չունեցար, լիցենզիա չես ստանա, նոր կարգավորումներ բուհերի համար, ինչ ռիսկերի առջև կհայտնվեն մարզային բուհերը։ Սահմռկեցուցիչ սպանություն Արագածոտնում, եղբայրները գրտնակով սպանել են մորը, մարմինը թաքցրել հողաշերտի տակ։ Առավելապես կայուն երկինք, ավելին քիչ ուշ։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Կառավարությունը բուհերի համար լիցենզավորման նոր կարգ է մշակում, 4000 ուսանող չունեցար, լիցենզիա չես ստանա։ Կրթության որակի և մրցունակության բարձրացմանը միտված այս կարգավորումը հարուցել է կրթության փորձագետների մտահոգությունը։ Նրանց կարծիքով այս պարտադիր պահանջը փակման վտանգի առջև կկանգնեցնի հատկապես մարզային և մասնագիտական բուհերին։ Բարձրագույն կրթության ոլորտում առաջիկա տարիներին կարող են ուժի մեջ մտնել խաղի նոր կանոններ։ Կառավարության կողմից շրջանառության մեջ դրված նախագծով առաջարկվում է հաստատել բարձրագույն ուսումնական հաստատությունների և բարձրագույն կրթական ծրագրերի լիցենզավորման նոր կարգ։ Ըստ այդմ սահմանվելու են միասնական պահանջներ ոչ միայն բուհերի ինստիտուցիոնալ կարողությունների, այլև կրթական ծրագրերի բովանդակության, ակադեմիական կազմի, ենթակառուցվածքների, որակի ապահովման և շարունակական վերահսկողության համար։ Նախագծի ընդունման արդյունքում կրթական ծրագրերը կկառուցվեն և կգնահատվեն որակավորումների, ազգային ու ոլորտային շրջանակների, չափելի ուսումնառության վերջնարդյունքների, կրեդիտային կառուցվածքի, աշխատաշուկայի, գիտության և հանրային կարիքների հիման վրա, ինչը կնպաստի հետազոտահենք կրթության, շրջանավարտների մրցունակության, որակավորումների միջազգային ճանաչելիության և ծրագրերի շարունակական բարելավման ապահովմանը։ Բուհերի ներկայացվելիք լիցենզավորման պարտադիր պահանջներից մեկն էլ ներառելու է հետևյալ պայմանը. բուհը կարող է ստանալ լիցենզիա միայն այն դեպքում, երբ նախատեսում է կազմակերպել առնվազն 4000 ուսանողի կրթություն, բոլոր տարիների սովորողների հաշվարկով։ Մինչև 2028 թվականը գործող բուհերի և կրթական ծրագրերի վերալիցենզավորման նպատակը ըստ պաշտոնական հիմնավորումների փուլային եղանակով ամբողջ համակարգի նոր պահանջներին համապատասխանեցումն է։ Մասնագետները սակայն նկատում են, միջազգային պրակտիկայում ուսանող թվի նկատմամբ սահմանափակումներ չեն կիրառվում։ Այդ պահանջը օրենքի մեջ է գրված եւ նրանք հիմա այդ օրենքից ելնելով պիտի ենթաօրենսդրական ակտեր անեն, որոնցից մեկն էլ դա է եւ այնտեղ այդ 4000 թիվը գրված է։ Իրենք օրենքով ճիշտ են անում, բայց դա տրամաբանությանը եւ մեր բարձրագույն կրթության ոլորտի զարգացմանը լրիվ հակասում է։ Այս չափանիշը մասնագետների համոզմամբ գործնականում կարող է ծանր հետևանքներ ունենալ հատկապես մարզային և մասնագիտացված բուհերի համար։ Փորձագետների գնահատմամբ անորոշության առաջ կարող են հայտնվել նաև ապագա դիմորդները։ Պատճառներից մեկն էլ, որ դիմորդների թիվը գնալով նվազում է եւ ուսանողների թիվն է նվազում, որտեղ մարդիկ չեն ուզում էլ բարձրագույն կրթություն ստանալ, մեկն էլ սա է, որովհետեւ նրանք կայունություն չեն տեսնում, չգիտեն այդ մի բուհը, որ ընդունվի, դա կավարտեն թե ինչ կլինի։ Այստեղ իսկապես օրենսդրական խնդիր կա։ Լիցենզիաները անժամկետ են տրված բոլոր բուհերի։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է վստահեցնել, թե նոր կարգավորումները միտված են բարձրագույն կրթության որակի և մրցունակության բարձրացմանը, մինչդեռ ոլորտի մասնագետները զգուշացնում են հնարավոր ռիսկերի մասին։ Փորձագետների գնահատմամբ յուրաքանչյուր բուհ ունի իր պատմությունը ու ավանդույթները և դրանց հնարավոր փակումը կամ գործունեության դադարեցումը կարող է հանգեցնել ամբարված արժեքների կորստի։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Հանուն կանաչ ապագայի Յուքոմն ու Արևորդի բնապահպանականը շարունակում են էներգախնայող և վերականգնվող էներգիայի համակարգերի տեղադրումը համայնքներում։ Արդեն արևային կայան ունի նաև Վայքի մանկապատանեկան մարզադպրոցը։ 15 կիլովատ տեղակայված հզորությամբ արևային ֆոտովոլտային այս կայանը Արևորդի բնապահպանական հասարակական կազմակերպությունը Վայքի մանկապատանեկան մարզադպրոցում տեղադրել է Յուքոմի աջակցությամբ։ Նախկինում համայնքային միջոցներով մարզադպրոցում տեղադրված 5 կիլովատ հզորությամբ արևային կայանի արտադրած էլեկտրաէներգիան չէր բավարարում հաստատության ջեռուցման և օդափոխության կարիքները։ Մինչդեռ նոր կայանի գործարկմամբ մարզադպրոցը կկարողանա իր էլեկտրաէներգիայի պահանջարկը գրեթե ամբողջությամբ ապահովել սեփական արտադրությամբ։ Յուքոմում շատ հստակ միտք կա, գաղափարախոսություն կա, այն է, որ կանաչ տեխնոլոգիան պետք է ներդրվի, որ ինքը արդարացնի այլ ուրիշ արդյունքներ։ Մեր սպորտ դպրոցում մոտ 400 աշակերտ ունենք, սպորտ դպրոցը միշտ լավ հաղթանակներ է ունեցել, շատ կարևոր նախաձեռնություններ համայնքի համար։
Կայուն եւ հասանելի էներգիայի առկայությունը հնարավորություն կտա նվազեցնել մարզադպրոցի ընթացիկ ծախսերը եւ խնայված միջոցներն ուղղել երեխաների համար մարզումների առավել հարմարավետ պայմանների ստեղծմանը։ Միաժամանակ կայանը կնպաստի հաստատության էներգետիկ ինքնաբավության բարձրացմանն ու շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցմանը։ Թե յուքոմը, թե արևորթին ունեն հիմնական ընդհանուր մի տեսլական, ինչը եթե ամփոփեմ մի նախադասության մեջ, այն է, որ բնապահպանության մասին հոգատարությունը պետք է սովորեցնենք շատ ավելի վաղ տարիքից։ Եվ նաև բնապահպանության մասին խոսելը պետք է լինի կայուն եւ ինֆրաստրուկտուրայի տեսանկյունից ավելի զարգացած համայնքներում։ Այս ներդրումներն են, որ բավականին մեծ կայունություն են մտցնում երեխաների կյանքում, կյանքի որակ են փոխում եւ կարծում եմ 1-2 տարի հետո այցելենք այստեղ, կտեսնենք ինչքան ավելի շատ է փոխվել։ Յուքոմի եւ Արևորթի հասարակական կազմակերպության համագործակցության 4 տարիների ընթացքում արդեն տեղադրվել է 18 արևային կայան Հայաստանի տարբեր մարզերի մանկապարտեզներում, համայնքային նշանակության շենքերում եւ ենթակառուցվածքներում, խթանելով բնապահպանական կայունությունն ու տնտեսական արդյունավետությունը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Կառավարությունը մանկատների շրջանավարտներին եւ սաներին տրամադրվող բնակարանի գնման վկայագրի արժեքը 6.3 միլիոն դրամից բարձրացրել է մինչեւ 8.7 միլիոն դրամ, քանի որ բնակարանների գները աճել են։ Ավտոմեքենաների գոլդ համարանիշները այսօրվանից կարելի է գնել առանց աճուրդի եւ դաժան սպանություն Մելիք գյուղում, ինչպես են որդիները ամիսներ առաջ գրտնակով սպանել մորը եւ թաքցրել մարմինը։ Օրվա այս եւ մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ 4 ամիս տևած որոնումներից հետո բացահայտվեց Մելիք յուղի սարսափելի սպանությունը։ Կասկածյալները կնոջ որդիներն են։ Արագածոտնի մարզի քրեական ոստիկանները բացահայտել են շուրջ 4 ամիս առաջ Մելիք յուղում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործությունը։ Անհետ կորած համարվող 56-ամյա կնոջ որոնումների ընթացքում իրականացված երկարատև օպերատիվ աշխատանքների արդյունքում պարզվել է, որ կնոջ մահվան մեջ կասկածվում են նրա 2 որդիները։ Իրավապահների տեղեկություններով նրանք խոստովանել են, որ կնոջը կյանքից զրկելուց հետո նրա մարմինը թաղել են տան հարևանությամբ գտնվող կիսակառույց շինության տարածքում։ Կասկածյալ եղբայրները 25 եւ 20 տարեկան են։ Նրանք ձերբակալվել են։ Դեպքի առթիվ նախաքննությունը շարունակվում է, պարզելու հանցագործության բոլոր հանգամանքները։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը առաջիկայում կարող է վերանվանվել ու դառնալ աշխատանքի եւ բարեկեցության նախարարություն։ Նախարար Արսեն Թորոսյանի պարզաբանմամբ բարեկեցություն հասկացությունն ավելի ընդգրկուն է եւ գործող անվանումից ավելի ճիշտ է արտացոլում գերատեսչության առաքելությունը, նշելով, որ նման անվանում ունեն նաեւ աշխարհի բազմաթիվ երկրների համապատասխան նախարարությունները։ Թորոսյանը միաժամանակ ընդգծել է, որ վերանվանումը չի ենթադրում բովանդակային փոփոխություն, որ բոլոր ծառայություններն ու ծրագրերը շարունակել են գործել նույն ձևով։ Վերանվանման առաջարկն արժանացել է հավանության եւ կարող է հաստատվել առաջիկայում։ Իրավապահները բացահայտել են թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ ու իրացմամբ զբաղվող կազմակերպված խումբ։ Քննության տվյալներով 2024-26 թվականներին Telegram-ի առցանց հարթակների միջոցով խումբը զբաղվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացմամբ եւ մաքսանենգությամբ։ Խմբի ենթադրյալ ղեկավարն ու նրա կինը Հայաստանի պետական սահմանը լքելու փորձի ժամանակ ձերբակալվել են։ Ավելի ուշ բացահայտվել է նաեւ խմբի մեկ այլ անդամ, որի բնակարանից արգրավվել է շուրջ 2 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոց եւ դրանց փաթեթավորման ու իրացման համար նախատեսված պարագաներ։ Խմբի ղեկավարի նկատմամբ կիրառվել է կալանք, կնոջ նկատմամբ տնային կալանք։ Կառավարությունը սահմանել է բեռնատարների սահմանահատման նոր կարգ, որն արդեն կիրառվելու է Հայաստանի սահմանային անցակետերում։ Նոր որոշմամբ կարգավորվում են ավտոկայանատեղիների գործունեության պահանջները, իսկ հերթագրման ծառայության առավելագույն վճարը չի գերազանցելու 5000 դրամը։ Միաժամանակ որոշ բեռնատարներ, լիազորված տնտեսական օպերատորները, օրինապահ հարկ վճարողները եւ շուտ փչացող ապրանքներ տեղափոխող մեքենաները սահմանը կանցնեն առաջնահերթությամբ, իսկ արտակարգ իրավիճակների համար բեռ տեղափոխող տրանսպորտը կազատվի կայանատեղի մտնելու պարտադիր պահանջից։ Սկզբնական փուլում նոր կարգը կգործի Բագրատաշեն եւ Ագարակ անցակետերում, որտեղ Հայաստանից դուրս եկող բեռնատարները նախ պետք է մուտք գործեն հատուկ ավտոկայանատեղի։ Հուլիսի 23-ից ուժի մեջ է մտել նոր կարգավորում, որով մեծ պահանջարկ ունեցող մի շարք ավտոհամարանիշեր արդեն հասանելի են առանց աճուրդի։ Խոսքը հատկապես այն համարանիշերի մասին է, որոնց թվային հատվածում կան 0 թիվը կամ 1-ից ավելի կրկնվող թվեր, տարբեր տառային համադրություններով։ Այսուհետև դրանց առաջնային օգտագործման իրավունքը ֆիզիկական եւ իրավաբանական անձինք կարող են ձեռք բերել հաստատագրված գներով, առանց մրցույթի։ Սահմանված արժեքները տատանվում են 250,000-ից 8 միլիոն դրամի միջակայքում, կախված համարանիշի թվերի եւ տառերի համադրությունից։ Նոր կարգավորման նպատակն է մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի ձեռքբերման գործընթացը դարձնել ավելի հստակ, հասանելի եւ իրավականորեն կանոնակարգված։
2026 թվականի հունիսին Հայաստանում եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը հասել է 829748-ի։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով սա նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 33275-ով կամ 4.2%-ով ավելին է։ Աճը գրանցվել նաև ամսական կտրվածքով։ Մայիսի համեմատ աշխատատեղերի թիվն ավելացել է 6164-ով։ Ցուցանիշը հաշվարկվել է հարկ վճարողների կողմից ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների հիման վրա ու շարունակում է արտացոլել զբաղվածության դրական դինամիկան Հայաստանում։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակ Լիլի Հովերն է տեղյակ օդերևութաբանների կանխատեսումներին։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է իտալական ունիկալ ապրանքանիշը, իր որակյալ և գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, ունիկալ տարվա բոլոր եղանակներին։ Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի առավելապես կայուն պայմաններում։ Տեղումներ սպասվում են առանձին հյուսիսային գոտիներում։ Ջերմաստիճանը առաջիկա օրերին էապես չի փոխվի։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 23-ից 28 աստիճան։ Վայոց-Ձորի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է 33-ից 37, Լոռիում 22-ից 26, Տավուշում 28-ից 31 աստիճան, Հարհրատում, Արմավիրում կդիտվի 33-ից 37, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 33-ից 36, Սյունիքի նախալեռներում 26-ից 30 աստիճան, Երևանում տեղումներ սպասվում են երեկոյան, այս գիշեր 22-ից 24, ցերեկը 34-ից 36, երեկոյան 26-ից 29 աստիճան։ Այսքան էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս և մաղթում խաղաղ գիշեր։